Բարև ձեզ, երկրի հարցը ծրագիրն է եթերում։ Հայաստանյան քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում այս օրերին մի կողմից կոալիցիա ՀԱԿ հարաբերությունների ներկա վիճակն է ու հեռանկարները, մյուս կողմից հանրապետական Բարգավաճ Հայաստան կուսակցությունների էլի հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, որի շուրջ խոսակցությունները ակտիվացել են հատկապես վերջին օրերին, մյուս կուսակցությունները ավել կամ պակաս ակտիվությամբ ընթանում են իրենց քաղաքական ուղեգծի համապատասխան, պատրաստվում են առաջիկա համապետական ընտրություններին էլի ավել կամ պակաս ակտիվությամբ։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը այս օրերին նշում է իր գործունեության 20 տարին։ Երկրի հարցը ծրագրում ես այսօր զրուցելու եմ դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Նախ թույլ տվեք շնորհավորել ձեզ։ Շնորհակալ եմ։ Գործունեության 20 տարի, այսինքն թե մեր Հայաստանի երրորդ հանրապետության տարեկից, նաև Հայաստանի հանրապետական կուսակցության տարեկից բավական հետաքրքիր ճանապարհ անցել եք։ Իհարկե այսօր չես ասի, թե դեմոկրատական կուսակցությունը շատ ակտիվ եւ մեծ դերակատարություն ունի հայաստանյան ներքաղաքական զարգացումներում, բայց բոլոր դեպքերում, որ համեմատում եք գրեթե միաժամանակ գրանցված քաղաքական կազմակերպություններ, ինչպես ստացվեց, որ մի կողմից հանրապետական կուսակցությունը այսօր իշխող կառավարող կուսակցություն է, հիմա ես ժպիտից հասկանում եմ, որ մտածում եք լավ է չլիներ, հա, դա մեկ ուրիշ հարց է, բայց դուք ավելի քան համեստ դերակատարություն ունեք։ Երբ մենք սկսեցինք մեր գործունեությունը, հիմնադրման 20-րդ տարեդարձն է այսօր։ Իսկ երբ որ մենք արդեն գործում էինք քաղաքական թատերաբեմում, այսպես ասած, մի քանի քաղաքական ուժեր էին, այդ թվում հանրապետական, որոնց հետ մենք բավական սերտ հարաբերություններ ունեինք Աշոտ Նավասարդյանի ղեկավարած կուսակցության հետ, եւ նրանց մասնակցությունը եւ մեր մասնակցությունը համազոր էր։ 92 թվականին ես մեկ օրինակ ուղղակի բերեմ։ 92 թվականին մենք տեսանք, որ արդեն ՀՀՇ-ի կառավարման օրոք երկիրը ճգնաժամային վիճակում է եւ հասկանալի էր, որ նրանց ընտրած ուղին ուղակի բերելու է կործանման երկիրը եւ այդ պարագայում մենք պայմանավորվեցինք եւ որոշեցինք 200,000 ստորագրահավաք կազմակերպել, որպեսզի հանրաքվե անցկացնենք նախագահի ուրեմն պաշտոնանկության համար եւ մեր կուսակցությունը հավաքել էր արդեն 110-115,000, հանրապետականը այդ ժամանակ երևի թե մի 15-20,000 եւ հանկարծ արդեն որ 2-3 շաբաթ էր մնում, որ մենք պետք է ավարտեինք, հանկարծ ցավոք սրտի հանրապետականը հրաժարվեց շարունակել այդ ստորագրահավաքը եւ մեզ կես ճանապարհին ուրեմն այսպես կասեցրեցին։ Եվ ինչ եղավ դրա արդյունքում, հանրապետական կուսակցությունը մաս կազմեց հանրապետություն միավորման եւ հետո արդեն ձեզ հայտնի պայմաններում դարձավ իշխող կուսակցություն, դեմոկրատական կուսակցությունը պահպանելով իր սկզբունքները, ինչպես դուք հիմա ասում եք, որ մենք համեստ դերակատարում ենք ունեցել, ոչ, մենք շատ լուրջ դերակատարում ենք ունեցել։ Ես նկատի ունեմ, ես հիմա այսօր տարիներին էլ կասեմ, ինչ վերաբերում է այն ժամանակվա, ապա եթե մենք էլ գնայինք այդպիսի պայմանավորվածությունների, շատ հնարավոր է, որ մենք նույնպես դեմոկրատական կուսակցությունը լիներ որպես իշխող կուսակցությունների թվում։ Իդեպ մի օրինակ էլ բերեմ։ Երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի օրոք ես նրա նկատմամբ ունեմ ուրույն վերաբերմունքը, որտեղ ես նրան հավարում եմ պետականամետ անձնավորություն, այլ հարց է թե ինչ սխալներ արեց նաև իր գործունեության մեջ։ Ուրեմն հետո հասկացանք, թե ինչ էր իր նպատակը։ Նա առաջարկում էր, որ Միասնություն դաշինքը լինի 3 կուսակցություններից՝ հանրապետական, դեմոկրատական եւ ժողովրդական, այսինքն Հայաստանի ժողովրդական Կարեն Դեմիրճյանի ղեկավարած։ Այն ժամանակ ուրիշ տեխնիկական պատճառներով չհաջողվեց դա անել, իսկ արդեն որ մենք պարլամենտ էինք անցնում, խոսքս 99 թվականի պարլամենտական ընտրությունների մասին է, երբ որ ժամը 2-ի պայմաններում կուսակցությունը հայտարարվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որ ունի 6%-ից ավել արդեն ձայներ, հանկարծ ժամը 8-ին դարձավ 1%։ Այսինքն դա պարզ ասում եմ, դա թելադրանք էր, դա հատուկ արվեց, որովհետև դա էլ պետք է ասեմ, որ թող հնչի այսօր արդեն, որտեղ ես
Հոբելյանի օրն է, երևի թե պետք է այդ ամենը ասեմ։ Երբ որ ինչ-ինչ թելադրանքով որոշվեց, որ պարլամենտ են անցնում ռուսամետ կուսակցությունները եւ չկա արևմտամետ, այդպես ոնց կարող է պատահել։ Եվ մեր ձայները գնաց համապատասխան մեկ այլ կուսակցություն, որը դարձավ որպես ռուսամետ կուսակցություն։ Մեզ համարվում էինք, այո, որպես ռուսամետ կուսակցություն, մենք հանդես ենք եկել եւ հիմա էլ ենք հանդես գալիս, որպես Ռուսաստանի հետ լուրջ համագործակցություն եւ զինակից պետություններ լինելու գաղափարից։ Մենք դա չենք թաքցրել եւ մենք դա բացահայտ ասել ենք, բայց երբևիցե մենք չենք եղել ինչ որ մետ, մենք եղել ենք Հայաստանամետ, հայամետ, որովհետեւ իրոք եթե այդպեսին չլիներ մեր կուսակցությունը, երբևիցե ժողովրդականություն չէր վայելի։ Այսինքն մի կողմից կողմնորոշումների խնդիր էր, որ դուք ըստ ձեր պատմածի չգնացիք դեպի այդ միավորում, ասեմ, միասնություն, ասեմ, Քաղաքական միամտություն էր անվանվում դա։ Այսինքն քաղաքական միամտություն չէր, այսօր որ նայում եք, չէ՞։ Քաղաքական միամտություն էր անվանվում, որ դա քաղաքականությունում չկա ազնվության տարեր դերսևորելու հնարավորություն եւ այլն։ Ես հիմա էլ եմ համոզված։ Մենք պետք է լինեինք այն բարոյական նաեւ չափորոշիչներին համապատասխան, որպեսզի ժողովուրդը հասկանար քաղաքականությունը կեղտոտ գործ չի։ Քաղաքականությունը նրա համար է, որպեսզի դու գաս իշխանության եւ արդար կառավարես։ Եթե դու արդար չես, դու չես կարող լինել։ Ինչ վերաբերում է նպատակ, իհարկե, շատ են խոսում, նպատակը արդարացնում է միջոցները։ Ուրեմն, եթե այդպես է, մենք հիմա տեսնում ենք ինչ է դա։ Այ իշխող կուսակցություն է։ Դե թող կարողանա ինքը այս համակարգը փոխել։ Այն համակարգը, որը բերել է մեզ այս իրավիճակին, չի կարող, որովհետև այդ համակարգի կառուցողներից մեկն է։ Որովհետև այդ ինչը հասկանալի է եւ ընդունում եմ, բայց գիտեք, այդ նպատակ միջոցներ ձեր ասած սկզբունքները պահելով հանդերձ, հետագա տարիներին ինչու էլի կարևոր դերակատարություն չունեցավ կուսակցությունը։ Չէ՞ որ սկզբնական շրջանում ես հիշում եմ դեմքեր, որ հանրության մեջ դեմքեր էին, հա, Սիլվա Կապուտիկյան, Խոջաբեկյան, ես մի նորից անուններ չտամ, բայց այդ նախնական Հակոբյան, մի շարք գիտությունների դոկտորներ։ Այսինքն մեկնարկային կազմը անհամեմատ հզոր էր, էլի մյուս կուսակցություններից։ Եվ դա եղավ պատճառը նաև, որպեսզի ամեն կերպ դեմքուսին թույլ չտան առաջ գալու։ Դա դες համար գաղտնիք չէ, որ 95 թվականին այնպես կեղծվեց ընտրությունների արդյունքները, որ մենք մեր հասանելիք տոկոսները չստացանք։ Եվ իդեպ ասեմ, որ Դեմկուսը եղել է միակ կուսակցությունը, որը 92 թվականին ներկայացրեց Գերագույն խորհրդի քննարկմանը ապապետականացման եւ համաժողովրդական սեփականության ապապետականացման եւ մասնավորեցման օրինագծի իր տարբերակը, որը ձևավորվել էր Վլադիմիր Խոջաբեկյանի, ակադեմիկոս Խոջաբեկյանի գլխավորած աշխատանքային խմբի միջոցով։ Եվ ՀՀՇ-ի այն ժամանակվա կարկառուն դեմքերը այդ օրինագիծը հասկանալով, որ դա լրիվ այլ ուղղով է տանելու երկիրը, տարան դրեցին մի դարակի մեջ եւ այդպես էլ լուրջ հետևանք չունեցավ։ Մեծամասնությունը իրենք էին այն ժամանակ։ Մենք ինչ որ հնարավոր էր թույլ էինք տալիս մեզ անելու եւ պայքարելու եւ հանրահավաքներ կազմակերպելու եւ ժողովրդին ոտքի կանգնեցնելու։ Իսկ այդտեղ ինչ դերակատարություն ունեցավ այն իրողությունը, որ ձեր կուսակցությունը այսպես թե այնպես սերում էր կոմունիստական կուսակցությունից։ Ի վերջո դուք կոմունիստական կուսակցության ամենավերին էշելոններում էիք, հասցրեցիք լինել կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջի քարտուղար, ամենավերջինը հաջողացրեցիք այդ ծև մեքենաները նստել, որի մասին հիշատակում էին ՀՀՇ հանրահավաքներում եւ այլն, որը իդեպ ասած հենց ԳԿՉՊ-ից հետո, հենց նույն ՀՀՇ-ի կարկառուն դեմքերից հետո, կես ժամ հետո եկան այդ ծև մեքենան տարան։ Այնպես որ որևէ տարբերություն չկա։ Ասում են հանրահավաքներին, ես հիշում եմ, տեսեք ծև մեքենաները, բան եւ այլն, հետո եւ իրենք նստեցին այդ ծև մեքենաները։ Դա ինչ որ նշանակություն ունեցավ, որ կոմունիստական կուսակցության ակունքներից էիք գալիս։ Չէ, ես չեմ կարծում, որ ինչու, որովհետեւ այն ժամանակ հիմա է որ հիշում են կոմունիստների ժամանակ SPS լավ էր, սոցիալական ապահովություն կա։ Այն ժամանակ կոմունիստական կուսակցություն ոչ մեկը ոչ լավ չէր։ Այդպես չի, ես Պրավդայի թղթակից լինելով 1990 թվականին, հա, երբ որ Պրավդան վարկաբեկված էր եւ այլն, ես կարողացա ընտրություններում երկրորդ փուլ էինք դուրս գալիս Վանո Սիրադեղյանի հետ։
եւ որոշակի կեղծիքների պայմաններում ընդամենը 50.03% նա առաջի փուլում իբր հաղթեց։ Այսինքն ես ուզում եմ ասեմ 13 տեխնացուների մեջ իդեպ այդպիսի վերաբերմունք բացահայտ չի որպես կոմկուս կամ չգիտեմ կուսակցություն եւ այլն։ Ժողովուրդը շատ լավ ընկալում է անձերին, կուսակցության ուղին ինչպիսին է եղել, ինչպիսի կենսագրություն են ունեցել։ Եվ հիմա էլ է այդպես։ Ուղղակի հարցը նա է թե ով է հաշվում ընտրությունների արդյունքները։ Ոչ թե նրանով թե որքանն են ձեր համակիները, որքանն են ձեզ ձայն տվել, այլ ովքեր են հաշվելու այդ ամենը։ Բոլոր դեպքերում հետո ՀՀՇ-ի օրոք ՀՀՇ ղեկավարության հետ ձեր ջրերը նույն առվով չգնացին։ Երբևիցե, մինչև այսօր էլ չեն գնում։ Եվ այդ առումով ես ձեզ բացահայտ ասում եմ, այստեղ ոչ թե ինչ որ անձնական վերաբերմունք կար, այլ գաղափարական բացարձակ տարբերություն։ Այսինքն մենք ես ձեզ հիշատակեցի այդ օրենքի նախագիծը, եթե ընդունվեր այդ օրենքի մեր նախագիծը, երկիրը գնալու էր լրիվ այլ ճանապարհով։ Այսինքն մենք չէինք վաուչերիզացիայի ենթարկի, մենք թալանի չէինք ենթարկի այս տնտեսությունը։ Մեր մշակած օրենքը տալիս է լրիվ ուրիշ հնարավորություններ, հատկապես ստարտային պայմանները պետք է լինեին հավասար։ Դուք լավ հիշում եք, թե ինչպես էին ջրի գնով յուրացնում համաժողովրդական սեփականությունը։ Այդ ամբողջը նրանց նամուսի վրա է։ Ինչ էլ հիմա ուզենա խոսի այս կամ այն նրանց ներկայացուցիչը, այդ բոլորը մենք որ գիտենք։ Մենք ոչ թե հիշում ենք, այլ մենք գիտենք այդ ամենը։ Ուստի դրանից ելնելով ես ոնց կարող եմ նրանց հետ նույն ճանապարհով գնալ։ Հիմա էլ են հարցնում, բա որ ընդդիմադիր եք, ինչու նրանց հետ չեք։ Առաջին ինչու նրանք մեզ հետ չպետք է լինեին, երկրորդն էլ նրանք ինչ ընդդիմադիր։ Նրանք նույն համակարգը ստեղծողներն են, նույն այս համակարգի մարդիկ են եւ երբևիցե այս համակարգը փոխող չեն։ Իսկ մենք գտնում ենք, որ այսպես կոչված վայրի լիբերալիզացիայի պայմաններում չի կարող երկիրը զարգացում ունենալ։ Եվ այս բոլոր աղքատությունը եւ բևեռացումը սոցիալական հենց դրա հետևանքն է, նրանց ՀՀՇ-ի կառավարման հետևանքն է։ Սրանք էլ խորացրեցին։ Երկրորդն էլ, երրորդն էլ դեռ չի կարողանում այնպիսի մի իրավիճակ ստեղծի, որ իսկապես գնանք ռադիկալ փոփոխությունների։ Եթե չհրաժարվեն այս քաղաքականությունից, երկիրը հեռանկար չունի զարգացման տեսանկյունից։ Այո, մենք կլինենք, մենք էլի նորից ինչ որ քայլեր կունենանք, կուրախանանք այս կամ այն մի փոքր հաջողություններով, բայց իրական զարգացում, որպեսզի մենք մրցակից լինենք այս տարածաշրջանում եւ առավել եւս արդեն ոչ ոք չի վիճում, որ հասարակական ֆորմացիա է փոխվում։ Իսկ հասարակական ֆորմացիայի փոփոխման ժամանակ կամ ազգերը կործանվում են կամ զարգանում են։ Հիմա մենք այդ եզրին ենք կանգնած։ Մենք այս ֆորմացիայի փոփոխման ժամանակ բոլորը հասկացան, կապիտալիզմը վերանում է։ Չկա այլ այն համակարգը, ֆինանսական սպեկուլյացիաների եւ այլնի համակարգը, որը իշխում էր այս վերջին 100 տարվա ընթացքում։ Հիմա նոր բան է գալիս։ Մենք շարունակում ենք այդ նույն։ Իսկ մենք շարունակում ենք, մենք հետընթաց ենք ունենալու։ Եվ մենք հիմա բացահայտ հայտարարություններով ասում ենք հիմա դերակատարություն չունի, որովհետև կուսակցությունը համապատասխան իր վերաբերմունքը, իր դիրքորոշումը, իր հայտարարություններով հանդես է գալիս, ականջալուր չկա։ Հա, չէ, ես դերակատարություն չունի, ի նկատի չունեմ, որ տեսակետ չեք արտահայտում։ Միգուցե տեսակետ արտահայտելու հնարավորությունները սահմանափակ են, դա ես հասկանում եմ։ Բայց այն որ սոցիալական, տնտեսական, քաղաքական որևէ իրադարձությունների զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ գոնե հանդես գալիս եք, դա հասկանում եմ։ Պարզապես ակտիվ դերակատարություն ես ի նկատի ունեմ այդ։ Գիտեք, ես դրա մասին եմ ուզում որ մենք խոսենք, որովհետև ժողովրդի մոտ էլ այդպիսի տպավորություն կա։ Տեսեք, այսօրվա իրավիճակում քաղաքական կուսակցությունները, իրական քաղաքական կուսակցությունները, որոնք իրենց գաղափարախոսությունն ունեն, մատների վրա կարելի է հաշվել։ Եվ որոնք այդ գաղափարախոսությունը կրողներն են եւ հետապնդողը։ Մնացյալը հիմա ինչ է անում։ Մեկը բարեգործություն է անում, դրանով կուսակցությունը իմիջն է բարձրացնում։ Մյուսը ադմինիստրատիվ ռեսուրսն է օգտագործում։ Այն մյուսը իշխող իր հնարավորություններն է իրականացնում ցանկացած պահին։ Եվ մենք մրցունակ չենք այդ հարցում նրանց հետ, որովհետև այդ ֆինանսական կարողությունները, որը իրենք օթից են բերել, պարզ։ Ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ կրկնում, դա բացահայտ ստվերային տնտեսության փողերն են։ Այն կուսակցությունները, որոնք այսօր լուրջ գումարներ են ծախսում բարեգործության, չգիտեմ ինչի եւ այլն,
դա ստվերային տնտեսության փողերն են, որոնք պետք է գնային բյուջե։ Եթե նրանք են, որ ասում են տղամարդ են, եկեք մի հատ մրցունակ լինենք գաղափարական տեսանկյունից, ծրագրերի տեսանկյունից եւ այն առումով, թե մենք ինչ կանեինք, դուք ինչ կանեիք։ Սա ուրիշ բան է։ Մենք չունենք գաղափարական այսօր մրցակցություն։ Մենք չունենք քաղաքական մրցակցություն։ Այս պայմաններում իհարկե մեր նման կուսակցությունները պետք է թվա թե մենք իրոք ակտիվ չենք, բայց մենք պահպանել ենք մեզ 20 տարի այդ վերիվարումներից անցնելով, հա, եւ այսօր պահպանելով հիմնական մեր կազմը, եւ մենք շարունակում ենք դեռ ավելացնել երիտասարդներ են գալիս մեզ մոտ, որտեղ հասկանում են, որ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը իշխում է ռեալ նորմալ երկրներում, հատկապես եվրոպական երկրներում։ Իսկ այսօր իշխող կոալիցիայի եւ ընդդիմության ու արտախորհրդարանական ընդդիմության ի նկատի ունեմ կոնգրեսը պայքարը բնավ երբեք էլ գաղափարական չի։ Բացարձակ արհեստական իրավիճակ է։ Ով է հավատում, որ ՀԱԿ-ը հիմա փորձում է մրցել նրա համար, որպեսզի փոխի այս համակարգը։ Ով է դրան հավատում։ Ինչ կարող է նա փոխել, եթե նույն ասում եմ համակարգի ստեղծողն է։ Եվ երկրորդը, նրանց գաղափարախոսությունները նույնն են, եթե իրոք վերցնենք, որ իրոք գաղափարական կուսակցություններ են։ Երկուսն էլ լիբերալ կողմնակիցներ են։ Ինչի համար են մրցում։ Եթե գաղափարախոսություն, չգիտեք ինչ, գաղափարական մրցակցությունը գալիս է նրա համար, որ ես ասում եմ, գիտես ինչ, լիբերալ, դու լավ չես աշխատում, ժողովրդին հաստատում եմ, որ նա լավ չի աշխատում, ասում եմ, որ սոցիալիստական ուղին, սոցիալ-դեմոկրատական ուղին անհամեմատ ավելի ճիշտ է։ Եվ ժողովուրդը ընտրում է այս երկու ճանապարհի միջև։ Դուք վերապահումով եք, չի ասում լիբերալ, դուք չեք լիբերալ։ Այո, իհարկե, որտեղ գոնե լիբերալ լինեին, հա։ Գոնե իրոք լիբերալ դեմոկրատական լինեին, բայց նրանք նորից եմ կրկնում, նրանց գաղափարախոսությունը բացարձակ անհասկանալի բան է, որովհետև այդ վայրի լիբերալիզացիան, որ իրենք իրականացրին եւ շարունակում են դրան հետևել, իհարկե նա գաղափարախոսություն չի։ Դե ես էլ եմ նկատել, ասենք ներքին քաղաքական կամ ներքին սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ երկուսի ժամանակ էլ իրավիճակը չի բարելավում, բայց երկուսի ժամանակ էլ հստակ արդարացումները կան։ Մի դեպքում պատերազմ էր, հնարավոր չէր տնտեսությունը զարգացնել, մյուս դեպքում թե ֆինանսական ճգնաժամ էր, ինչ եք ուզում։ Արտաքին քաղաքական խնդիրների մասով էլ կարծես թե առանձնապես տարբերություն չկա մոտեցումների, հա, լինի Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիր, թե հայ-թուրքական հարաբերություններ։ Դատարկ խոսակցություններ են, կներեք։ Ինչու, որովհետև եթե ճանապարհը ճիշտ ընտրվեր, պատերազմի հետևանքներն էլ անհամեմատ ավելի պակաս կլինեին։ Եթե մենք երկիրը թալանի չենթարկեինք այդ տարիներին, հա, մենք անհամեմատ ավելի հզոր կլինեինք։ Եթե մենք ժամանակին մեր ժողովրդին այստեղ պահեինք, իդեպ ասեմ, մազութի գործը առաջինը բացահայտել է Դեմկուսը հանրահավաքի ժամանակ 94 թվականին, երբ որ մենք մանրամասն ասել ենք, թե ինչ հանցավոր ձևով այդ մազութը վաճառել են դրսում, մազութ Հայաստան չի եկել։ Ես հիմա էլ եմ պատասխանատու ձևով հայտարարում, թող պարոն Բագրատյանը ինձ դատի տա։ Նրանք ստեղծել էին մի ասոցիացիա, այսպես կոչված, թե ինչ-որ մի կառույց, կառավարությունը տվել էր նրա այդ կառույցին համապատասխան գումարը, քվոտայի գումարը, նրանք քվոտայով Ռուսաստանը հատկացրել էր մեզ քվոտա։ Այդ քվոտայով գնեցին այդ մազութը, դուրս բերեցին գործարաններից եւ վաճառեցին երրորդ երկրին։ Մարժան գնաց ուր։ Ես ոնց բացահայտեցի դա։ Երբ որ մենք տեսանք, որ գրված է, որ ստատ աչոտում այսպես կոչված, որ մենք 93 թվականին արտադրել ենք 6 միլիարդ կիլովատժամ էլեկտրոէներգիա։ Ուրեմն ամբողջ տնտեսությունը կանգնած, ժողովուրդը լույս չունի, տրանսպորտ չկա, ոչինչ չկա, հա։ 6 միլիարդ կիլովատժամը դա սովետական տարիների, որ արտադրում էինք 15 միլիարդը, 12 միլիարդ, 11 միլիարդ օգտագործում էինք մենք։ Այն ժամանակ պատկերացնեք, չէ՞ ինչ էր։ Կենցաղը տանում էր 10%-ը դրա։ Այսինքն, եթե մենք 6 միլիարդ ունենայինք, մենք առնվազն ապահոված պետք է լինեինք կենցաղով ամբողջովին։ Եվ հարց տվեցի իրենց, էդ էլ հո կարակ չի, որ տանեիք, պահեստավորեիք, ինչ է կարել այդ էլեկտրոէներգիան 6 միլիարդը։ Եվ դա ինչու էր արված, որպեսզի Ռուսաստանի առջև հաշվետու լինի։ Այդ հայտարարություններից հետո էլ որևէ տեսակ ինչով ավարտվեց այդ ամբողջ պատմությունը։ Այսինքն, ես ուզում եմ ասեմ, եթե այդ ամենը տենց չանեին, այդ վայրագ ձևով չանեին, մենք լրիվ այլ իրավիճակում կլինեինք եւ
չէինք ասի, որ գիտեք ինչ պատերազմը խանգարեց, ճգնաժամը խանգարեց, այս ինչը խանգարեց, այն վատ բարողին գիտեք ինչն է խանգարում։ Հիմա նրանցն էր նույնը։ Բայց այդ պարագայում այսօր ինչով եք բացատրում որոշակի շերտի վստահությունը։ Այսինքն մեր հասարակության քաղաքական հիշողությունը 10 տարի է, ցիկլերը անընդհատ այդ են, չէ՞ ցույց տալի։ Գիտեք, մեր հասարակության հետ կապված մի մետամորֆոզ կա։ Նրանք ոչ թե մոռացել են, այլ ուղղակի այսօրվա հետ համեմատելով ասում են սա էլ է վատ եւ սկսել են վատը վատի հետ, ավելի վատի հետ համեմատել։ Այսինքն եւ մի տարօրինակ տրամադրություն կա։ Այ ինքը արդեն փոխվել է, ինքը արդեն զգացել է իր սխալները, ի՞նչն է զգացել։ Ինչը ինքը եկել ձեզնից ներողություն է խնդրել այդ ամենի համար, գնացել է պատասխան է տվել դրա համար։ Ոչ մի պատասխան չեն տվել նրանք։ Եվ դա Ռոբերտ Քոչարյանի մեղքն էր, որին մենք առաջարկեցինք, որ քաղաքական, բարոյական, իրավական գնահատական է պետք տալ նախորդ իշխանությանը, որպեսզի ձեր իշխանությունը նույնը չկրկնի։ Նա դա չարեց։ Եվ միգուցե քաղաքական հանդուրժողականություն ինչ-որ պետք է, չէ՞, այդ լարվածությունը ախր ջլատում է։ Հարցը հանդուրժողականության մեջ չի։ Դուք մի կարծեք, որ ես ինչ-որ չարության, այսպես գաղափարն եմ ուզում առաջ տանել։ Ոչ։ Խոսքը գնում է նրա մասին, թե իշխանությունը պետք է իմանա, որ ինքը պատասխանատու է ամեն իր որոշման համար, որ այդ որոշումը արձագանքվելու է ոչ թե միայն վաղը, այլ 5 տարի, 10 տարի հետո։ Եվ այդ ամենը դու նրա համար ես ընտրվում երկրի ղեկավար, որպեսզի միայն ու միայն բարի գործեր անես։ Եվ դու պարտավոր ես դա անելու, եթե դու չես անում, դու արդեն երկրի ղեկավար լինելու իրավունքը չունես։ Իսկ այս մարդիկ ասում են, գիտես ինչ, դե լավ, մի բաներ սխալվեցինք, ասենց, այն իզվինի դրուկ կար ժամանակին սովետական, իզվինի դրուկ, խփեց գնաց։ Հո տենց չի։ Սա երկիր է, սա ժողովուրդ է, սա ազգ է։ Ազգին պետք է կառավարել, պետք է իր բարոյական իրավունք ունենալ կառավարելու։ Հիմա այդ ամեն ինչը շտկելու հնարավորությունները կան, չկան, այս հուսահատությունը ուր է տանում հասարակությունը։ Մենք արդեն ավարտում ենք 3-4 րոպե ժամանակ։ Ես ընդհանրապես կարճ, 3-4 րոպե ունենք դեռ։ Ես ձեզ կարող եմ ասեմ հետևյալը. իհարկե հեռանկարները կան։ Իհարկե մենք ունակ ազգ ենք։ Մենք իրավունք ունենք ասելու, որ մենք կարող ենք լինել մրցունակ, մենք կարող ենք լինել զարգացած։ Եվ շատ բաներ կա, որտեղ որ իրոք հաջողություններ կան։ Մեր ժողովրդի ինտելեկտուալ կարողությունները միշտ բացահայտվելու են։ Դա իր առանձնահատկությունն է։ Քաղաքական տեսանկյունից, տնտեսական, սոցիալական այս համակարգի տեսանկյունից իմ կարծիքով միակ ելքը հետևյալն է։ Վերջապես պետք է լինի հավաքական թիմ։ Ոնց որ մեր հիմա ֆուտբոլի թիմը ստեղծվեց, մի հատ քաղաքական հավաքական թիմ է պետք ստեղծել։ Ես այլ ելք չեմ տեսնում, որը միգուցե լրիվ այլ հիմունքներով, այլ ծրագրով ինքը իր վրա պատասխանատվություն վերցնի։ Ժամանակին մենք դա առաջարկեցինք առաջին նախագահին։ Ասեցինք, գիտես ինչ, գնացել էինք շատ երևելի պատվիրակությամբ, Սիլվա Կապուտիկյան, Էմմա Ծատուրյան, Վլադիմիր Խոջաբեկյան, Հակոբ Հակոբյան, իմ տեղակալը Գագիկ Սարգսյան, ես։ Ասեցինք, տես, քո արած գործունեությունը վերլուծել ենք, ասում ենք, որ սա հեռանկար չունի։ Արի ստեղծենք ազգային պետական խորհուրդ, բայց քեզ վետոյի իրավունքից զրկում ենք։ Եվ մշակենք հակաճգնաժամային ծրագիր, դուրս գանք այս իրավիճակից։ Այսպես 1.5 էջանոց թուղթ էինք տարել ընդամենը։ Կարդաց շատ ջղաձիկ ձևով ասեց, բայ ես ոչ մի բարի գործ չեմ արել։ Ասի հենց այդ ժամանակ էր, որ ասեցի, որ հարգելի նախագահ, դուք նրա համար եք, որ միայն բարի գործեր անեք։ Ինչ է նշանակում մի բարի գործ չեմ արել։ Այսպիսի իրավիճակներ եղավ։ Եւ հիմա հաշվի առնելով, որ արդեն այս վիճակում ենք հայտնվել, ես ասում եմ, այլ կերպ մենք այս վիճակից դուրս չենք գա, որովհետեւ քաղաքական այն այսպես կոչված մրցակցությունը, որը կա այսօր կոալիցիայի մեջ, ինքնին հասկանալի է, որ դժվար է ասել, թե ինչով է ավարտվելու։ Լավ, այս ամեն ինչը տեսական հարթության մեջ ենք մենք խոսում, շատ կարճ պատասխան եմ ակնկալում, արդեն ավարտում ենք։ Առաջիկա ընտրություններին մասնակցություն ձևաչափ։ Միանշանակ։ Մենք միանշանակ մասնակցելու ենք։ Եթե 8 թվականի 7 թվականին չմասնակցեցինք, դա իր պատճառներն ուներ։ Այս տարի մենք մասնակցելու ենք եւ համոզված եմ, որ ձևավորվելու են համապատասխան դաշինքներ, եւ եթե քաղաքական այն ուժերը, որոնք որ չգիտես ինչ պատճառներով ասում են, չէ, մենք չենք կարող սրա հետ միավորվել, նրա հետ միավորվել, եթե այդ ամենը նորից նույնը պահպանեն, իհարկե
ցակուցրիվ են լինելու, դրա համար ես այդ գաղափարը, հավաքականի գաղափարը ես նորից եմ կրկնում։ Այդ հավաքականը կարող է իսկապես մի նոր իրավիճակ ստեղծի։ Եթե այնպիսին ինչպես է եղավ 96 թվականին, երբ որ մեր գրասենյակում հրավիրեցինք բոլոր տեխնացուներին եւ ստեղծեցինք ազգային միասնություն։ Դե հաջողություն ձեզ, ելի մեկ անգամ շնորհավորում եմ։ Այսքանը երկրի հարցը ծրագրում ես զրուցում էի Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Լավ մնացեք։